Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուկյանի հետ։ Ողջույն պարոն Մարուկյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք տրամադրել մեզ հետ հարցազրույց անցկացնելուն։ Եվ այսպես առաջին հարցս հետևյալ է. ինչպես դուք կկանխեիք Հայաստանի դիրքերի թուլացմանն ուղղված Ադրբեջանի մշտական փորձերը։ Մասնավորապես, տեսեք, ամբողջ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան կոչելուն ուղղված այդ նախագիծը Փաշինյանը կանխելու կամ դրան դիմակայելու համար երկար մտածելուց հետո մեզ հետ կիսվել է Համբուրգում հայ համայնքի հետ, ուստի եւ երևի թե ամբողջ հայության հետ կիսվել է իր նոր մտահղացմամբ։ Նա առաջարկում է անել հետեւյալը. ասում է ինչ որ ճանապարհային քարտեզ մշակենք Ադրբեջանի հետ, մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ ներողություն, այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ, երկու թեմաները որոնք են։ Մերը ուրեմն Արցախի հայությունը վերադարձն է, բոլորս գիտենք, պարզապես նախաբանով ներկայացնեն, որ ունկնդիրն էլ հասկանա ինչի մասին ենք երկար խոսելու, որտեվ մտածելու բան կա այստեղ։ Եվ ուրեմն ասում է, եկեք Արցախի հայության հետ վերադարձի հարցը փակենք եւ նա էլ փաստորեն կփակի, ենթադրում է կամ առաջարկում է Փաշինյանը Արևմտյան Ադրբեջան խոսույթը փակելու։ Առաջին հարցը համաձայն եք այդ մտահղացման հետ, այդ որոշման հետ, դա իսկապես կկանխի, երկրորդ հարցն է դա իսկապես կկանխի, երրորդ հարցը հետո կտամ։ Ես ուզում եմ շատ մանրամասն շերտ առ շերտ այդ հարցին անդրադառնամ։ Առաջին շերտն այն է, որ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը ստորագրելուց առաջ Փաշինյանը պետք է այդ հարցը լուծած լիներ Իլհամ Ալիևի հետ եւ բացարձակապես Ադրբեջանը այլևս չպետք է բարձրաձայներ Արևմտյան Ադրբեջանի որևէ հարց եւ որևէ թեմա, դրան ասում են նարատիվ, թեզեր եւ այլ էական չի, այդ հարցը պետք է փակված լիներ։ Եթե նախաստորագրում էր համաձայնագիր Ադրբեջանի հետ։ Ավելին, այդ համաձայնագիրը ստորագրելուց առաջ նաև այնտեղ համաձայնություն է եղել Ռուբիոյի եւ Արադ Միրզոյանի արդեն մասնակցությամբ, հա, դա Ալիևն ու Փաշինյանը չեն ստորագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամբողջ փաթեթը փակվում է եւ Մինսկի խումբը լուծարվում է, դա Ադրբեջանի պահանջն է։ Այսինքն Փաշինյանը Ալիևի պահանջները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված փակելու հարցը բոլորը բավարարել է, առանց նախապայմանների բոլորը բավարարել է, բոլորը անխտիր, եւ եկել Հայաստան եւ ամբողջ մամուլը, ամբողջ մեդիան, նաեւ ձերեթերում են նման մարդիկ հայտնվում են, թմկարում էին, որ այլևս Արևմտյան Ադրբեջանի թեման փակա եւ մենք կարող ենք խաղաղ հանգիստ ապրել։ Հիմա գնում է հասնում է Գերմանիա, չգիտեմ, Ֆրանկֆուրտում էր թե Մյունխենում էր էական չի, այնտեղ խոսում է այն մասին, որ ինքը լրագրողների միջոցով այդքան ամիս անց հայերեն լեզվով առաջարկ անում, հույս ունի որ լրագրողներ եք թարգմանին ու Ալիևը դա կկարդա։ Դա հասկանում եք, դա դիվանագիտական բանակցային գործընթացի նոնսենս է, աբսուրդ է։ Չի կարող, ախր լուրջ մարդիկ ենք, էլ այսինքն դու Ալիևի հետ 1000 անգամ հանդիպել ես։ Դոհա ես հանդիպել, Դոհայից հետո գնացել ես Վաշինգտոն, ասել ես բոլոր հարցերը կարգավորված է։ Հացահատիկ ես առնում Իրանից։ Հիմա նավթամթերք ես առնում եւ այդ փողը օգտագործվելու է մեր վրա կրակելու վրա։ Վերջում ասում ես, որ այդ խնդիրները կարգավորված չի նոր առաջարկեմ ճանապարհային քարտեզ։ Սա մի շերտ, ուշադիր։ Երկրորդ շերտը։ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը վերաբերվում է հետևյալ հարցին, որ Հայաստանի Հանրապետությունում խորհրդային միության ժամանակ խորհրդային Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ։ Այդ ադրբեջանցիներին մենք Հայաստանի Հանրապետությունը ոստիկանական մեքենաների միգալկաների տակ ապահովությամբ ուղեկցել ենք դեպի Ադրբեջան, երբ որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը արդեն սրված էր։ Ավելին ձեզ ասեմ, մեր արխիվներում փաստաթղթավորված է, որ նրանք իրենց բնակարանների դիմաց ստացել են պետական փոխհատուցումներ։ Ավելին ձեզ ասեմ, նրանցից շատերը նաև բնակարանները փոխանակել են Կիրովաբադից, Բաքվից, Շամխորից, Սումգայիթից եւ այլ շրջաններից Ադրբեջանի մազապուրց փախած բռնաբարությունների, պագրոմների դեպքերից փախած հայերի հետ։ Հիմա անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Եթե կա երկու կողմից փախստականների վերադարձի հարց, այսինքն Հայաստան, Ադրբեջան, այս հարցերը համահավասար են։ Եվ այս հարցերը միաժամանակ կամ քննարկվում են կամ փակվում են։ Սրանից առանձին է Լեռնային Ղարաբաղի հարցը, որը որ լրիվ այլ հարց է, ինչու, որովհետև Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը
բնիկ հայեր են, էթնիկ բնիկ հայերն են, ովքեր ունեն բնիկ մարդկանց իրավունքներ միջազգային իրավունքով։ Ավելին, խորհրդային միության ժամանակ այդ նույն Ալմատայի հռչակագրի համաձայն, հա, Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ է, այսինքն հայերը ունեցել են ինքնավարություն։ Հետևաբար անհամեմատելի է Հայաստանի որևէ գյուղում ապրող ադրբեջանցիների հետ բերել իրար հետ համեմատել եւ այդ փորձերը հարցերը համավասար փակել։ Բայց ես ուզում եմ նաեւ ասել, որ այդ հարցը Լեռնային Ղարաբաղի վերադարձի Փաշինյանի օրակարգում չկա։ Հայաստանի Հանրապետության պետական, անվտանգային, դիվանագիտական օրակարգերից այդ հարցը համված է։ Հետևաբար ինքը իր կողմից հանած փակած հարցը ոնց է ուզում Ալիևի հետ միաժամանակ նրա հարցները փակելու ճանապարհային քարտեզ կազմի։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ իր պահանջների բավարարման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն այդ հարցը փակել է։ Այդ հարցը կա որպես այդպիսին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մոտ, որպես իրավունք, որը ով ուզում է փակի, այդ իրավունքը անկախտելի է, որպես իրավագիտության մագիստրոս եմ ձեզ ասում, եւ միջազգային իրավունքի մասնագետ։ Այսինքն այդ իրավունքները Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած ցանկացած մարդ ունի, ոչ Փաշինյանը, ոչ Եսիմով, ոչ ոք չի կարող դա ճանապարհային սես քարտեզով եւ ոնց ցույց տալիս ձեռքերով, ասեն զուգահեռաբար փակենք, չի կարող անել։ Եվ այսինքն մենք 3 շերտ ամփոփ եմ ես մասը, 3 շերտ շոշափեցինք, որ առաջին ինքը բոլոր հարցերը փակել արդեն Վաշինգտոնում դրա դիմաց որևէ բան չի ստացել, եւ Ադրբեջանը բոլոր հարցերը բացապահում է նկատմամբ, որ երկրորդը միջազգային իրավունքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի այդ իրավունքները եւ ամենակարևորը երրորդը Արևմտյան Ադրբեջանի հարցը համահավասար չի եւ նույն հարցը չի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցի հետ, որ դու դնես նույն հարթության վրա փորձես փակել։ Ավելին ձեզ ասեմ, երբ որ ես եղել եմ հատուկ հանձնեցնելով դեսպան, մենք մշակել ենք փաստաթուղթ, որը վերաբերվել է այս խնդրին։ Սրա վերաբերյալ վարչապետը մամուլի ասուլիս է արել։ Որ խնդրին Ադրբեջանի պահանջին, որ պետք է ադրբեջանցիները վերադառնան։ Եւ այդ ասուլիսի ժամանակ նա ասել է այն ինչ որ ես ձեզ հիմա ասեցի, որ դրանք հավասար չեն, Հայաստանից են մարդիկ գնացել, Ադրբեջանից են գնացել, ոչ Հայաստանի գնացածներն են ուզում հետ գնան, ատելությամբ լի Ադրբեջանում ապրեն եւ դուք էլ մի դրեք այդ հարցը սեղանի վրա։ Այսինքն ինքը այդ մոտեցումները անգիր գիտի իր մոտ դրածա գրածա բան։ Բայց այսօր կանգնելա լրիվ այլ բան է։ Դա արդյոք դա չի նշանակում, այ դա իմ հաջորդ հարցն էր։ Արդյոք դա չի նշանակում, որ իսկապես դրանք իրավահավասար հարցեր չեն արևմտյան ամբողջ Հայաստան ներողություն Ադրբեջան կոչելը եւ Արցախահայության վերադարձը։ Դուք ասում եք նա հայերեն լեզվով խոսել է որպեսի թարգմանեն։ Իսկ մենք վստահ ենք արդյոք այդպես առաջարկ չեն անում։ Համաձայն եմ, եթե այդ առաջարկը ուղղված է Ալիևին, իսկ եթե այդ առաջարկը գիտակցելով դուք նոր էլ ասեցիք հրաշալի գիտակցելով որ դրանք իրավահավասար չեն ընդհանրապես ոչ տրամաբանորեն ոչ իրավաբանորեն հավասար չեն դա ուղղված է հայ հանրությանը ոչ թե Ալիևին հասկանալով որ դրանք որտեղ հաջորդ իմ հարցն էլ նա էր արդյոք դրանով նա կանխում է Ալիևի այդ գործիքը օգտագործելն է կանխում արևմտյան Ադրբեջան գործիքը նախագիծը կանխվում է արդյոք Առաջին հարց ում էր ուղված իսկապես Ալիևին էր ուղված այդ առաջարկը թե հայ հանրությանը որ հանգստացնի կամ նախապատրաստի որ այդ հարցը այլևս նա չի բարձրացնելու եւ հորդորում է եւ Արցախի հայությանը եւ ընդհանրապես բոլոր քաղաքական ուժերին այդ թեման փակել ում էր ուղված Ալիևին արդյոք նա գիտակցում էր որ դա զուգահեռ լուծվող հարց է իսկապես այդ առաջարկը Ալիևը կարող է ընդունել ասել հա վայ եթե տենց բան եք անում ես այլևս արևմտյան Ադրբեջան խոսույթ եւ նախագիծս չեմ իրականացնի եւ ամենակարևորը իմ երրորդ հարցը Միքայել էլ առաջ դնեմ ինչ կանեիք դուք նախապես ասացիք դեռ Վաշինգտոնում այդ հարցը կփակեիք ինչ կանեք այսօր երբ որ Ալիևը դեռ այդ մահակը թափահարում է ասեմ գամ սկզբից առաջարկը ուղղված է Ալիևին բնականաբար հայ հանրությանը չկա ուղղված առաջարկ որովհետև հայ հանրությանը վարչապետը իր օգոստոսի 18-ի ուղերձում ասել է որ այդ հարցը փակ է Լեռնային Ղարաբաղի վերադարձի հարց գոյություն չունի մեր կառավարության քաղաքականության մեջ ավելին դրա վերաբերյալ նաև հայտարարություններ արել ազգային ժողովի ամբիոնից եթե չեմ սխալվում նաև կառավարության նիստերից մեկի ժամանակ որ Լեռնային Ղարաբաղի շարժումը Արցախյան շարժումը փակ է այս հարցը մենք չենք բարձրացնելու այն մեզ համար փակ է մի բան որ դու փակել ես
արդեն ամիսներ առաջ։ Ոնց ես դու Ալիևին առաջարկում, որ արի դա ես փակեմ, դու էլ այդ փակի։ Իր առաջարկը լրագրողների միջոցով որ ինքը արել է, ցանկացած լուրջ մարդ, ամենայն պատասխանությամբ եմ ձեզ ասում, դա կլինի մասնագետ դիվանագիտության ոլորտի միջազգային հարաբերությունների։ Դա կլինի քաղաքական գործիչ, դա կլինի ադրբեջանցի, Ալիևը, չգիտեմ, Հիկմետ Հաջիևը, բոլորը ծիծաղելու են, եթե լսել են կամ վստահ եմ լսել են, եւ նաեւ մեր միջազգային գործընկերները։ Դա ուղղակի բանա ծիծաղը առաջ, որովհետեւ գոյություն չունի միջազգային պետական քաղաքական հարաբերությունների մեջ նման ոճով աշխատանք, որ օրինակ իշ կլինի, որ ես մի հատ էս առաջարկեմ, բայց այն դեպքում որ ինքը այդ առաջարկը փակել է։ Հիմա դուք հարցնում եք կարող է դա այդ գործիքից զրկումը Ալիևին։ Բացարձակապես ինքը Ալիևին չի կարող այդ գործիքից զրկել այս պահին, որովհետև ինքը ստորագրել է փաստաթղթեր, որով լուծարել է Մինսկի խմբի համանախագահ, այսինքն ինքը իշխանությունը, հիմա Արադ Միրզոյանն է ստորագրել, բայց այս իշխանությունը որոշել է, որ Ալիևի այդ պահանջը բավարարում է Վաշինգտոնում եւ բավարարել է։ Հասել է նախագահ Թրամփի կաբինետ, աշխարհի ամենահզոր կաբինետը։ Եվ այնտեղ չի ասել, որ պարոն նախագահ, այս մարդիկ sense խոսույթ ունեն։ Հիմա մենք պայմանավորում ենք, որ միակը Մինսկի խումբը լուծարենք, եւ պետք է մի հատ փաստաթուղթ ստորագրենք, որ այլևս Ադրբեջան պետությունը արևմտյան Ադրբեջանի հարց չի բարձրացնում։ Չի կանխել։ Չի ասել։ Այս իր առաջարկը ինչ կարող ենք մենք անել։ Ինչ կարող ենք մենք անել։ Հունիսի 7-ին 26 թվականի սպասում են խորհրդարանական ընտրություններ։ Այդ ընտրությունների միջոցով մենք պետք է փոխենք Նիկոլ Փաշինյանին։ Որ մենք Նիկոլ Փաշինյանին փոխենք, մենք այդ նույն Թրամփի հետ կարող ենք վերաբանակցել այդ փաստաթղթերը եւ այս թեմաները դնել մի կողմ, այսինքն հարցերը կարգավորել, հարցերը լուծել։ Փաշինյանս քաղաքականությունն ինչ է եղել այս ընթացքում։ Իրանք ոչ թե հարցերը կարգավորում լուծում են, իրանք հարցերը ուղղակի Ադրբեջանի համար փակում են։ Մեր ունեցած խնդիրները ոչ մի խնդրեմ, որ մենք ունեցել ենք, մինչ այսօր փակ չի փակվել եւ չի փակվելու իրանց իշխանության օրոք։ Հիմա դուք ասում եք ամեն ինչ հնարավոր է անել։ Անկամ այն փաստաթուղթը, որ ստորագրել են, այդ վերջի կետերին, որ համաձայնվել են, խաղաղության համաձայնագրի այսպես կոչված է նախաստորագրված տեքստը, այն նախաստորագրված է։ Այն իր բարձրագույն իրավաբանական ուժ չի ստացել, որովհետև չի ստորագրվել կողմերի կողմից եւ չի անցել սահմանադրական վերահսկողություն եւ չի վավերացվել կողմերի խորհրդարանների կողմից։ Ոչ մի բան կորած չի։ Եվ ավելին ձեզ ասեմ, այդ բանակցությունները, այս process-ներում հայկական շահերը շատ լավ նորմալ ձևակերպել եւ պաշտպանել է, բացարձակապես պատերազմաբեր չէ։ Բոլոր նրանք, ովքեր ամենավերջին ստահակի պես մարդկանց վախացնում են, որ եթե դուք այս հարցը բարձր, եթե դուք հանկարծ մի բան ասեք, կլինի պատերազմ, նրանք սեփական ժողովրդին ահաբեկում են, դա ադրբեջանական նարատիվ է, որ սեփական ժողովուրդը հանձնվի թշնամուն։ Հասկանում եք, սա մարդկանց մոտիվացիան կոտրող խոսակցություն է։ Այո, դուք մոտիվացիան եք կոտրում։ Դուք հենց թիրախին կպաք, այո, դրան դուք ասում եք խաղաղության օրակարգը ձեր վերջինս ելույթներից էլ դուք նորից կրկնեցիք, ասեք խաղաղության օրակարգը պատրանք է, միֆ է։ Okay, դուք հիմա էլ խփեցիք այդ կետին, ասացիք պատերազմաբեր չէ։ Ինչու եք համարում, որ պատերազմաբեր չէ, որովհետև այո, ասելու են, եթե ոչ այս վիճակով ստորագրենք, եթե չհրաժարվենք այդ Արցախի հայության վերադարձից, հիմա գերիների հարցն էլ եղավ չէ, այս ամբողջ այդ Ադրբեջանի հայտարարությունների մեջ ասեցին, ինչ գերի դուք, ինչու եք այդ հարցը բարձրացնում, չէ, ինչու եք այդ դիտորդների հարց բարձրացնում, միջազգային դատարանների որոշումները կատարելու հարց բարձրացնում, այսինքն դա նշանակում է մերթ ընդ մերթ, հերթով Փաշինյան պետք է հրաժարվի, եթե չհրաժարվի, ներողություն այդ ձևակերպումը տան, որպեսզի դուք պատասխանեք, եթե այդ ամենից այսինքն ակնկալվում է արդյոք որ գերիներից էլ հրաժարվի այդ ամեն ինչից պետք է հրաժարվի հայկական կողմը Փաշինյանը եւ դա չի եթե չհրաժարվի ապա կլինի պատերազմ եթե իրենք այն ինչ որ ասել են որ անելու են Ադրբեջանի համար իսկ իրենք խոստացել են որ պետք է դիտորդական առաքելություն դուրս գա Հայաստանից սահմանից Հայաստան-Ադրբեջան իրենք խոստացել են որ բոլոր դատական գործերը պետք է հետ վերցնեն իրենք խոստացել են որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության գնում է դեպի ոչ բլոկային ճանապարհ, այսինքն լինելու է ոչ բլոկային պետություն։ Այսա մի մեծ ցանկ է։ Իրենց որևէ մի խոստում, որ իրենք չկատարեն, տրված Ադրբեջանին, իրենք կարող են բերել պատերազմ։ Քանի որ 20 թվականի պատերազմն էլ է բերվել նման պահվածքի արդյունքում։ Այն ժամանակ չեն հասկացել ինչ են անում, ես ենթադրում եմ դա, ոչ թե նպատակային դիտավորյալ են արել, որ անպայման լինի պատերազմ, այլ չեն հասկացել իրանք ինչ պատասխանատվություն են կրում։ Եվ այսօր էլ
Ես երբ որ նայում էի Մյունխենում էր, հա, որտեղ էր այդ քաղաքը։ Համբուրգում։ Այդ ասուլիսը ես էլի ողբերգություն են անում էր իմ արձանագրման, որ ես էլի տեսա մարդ, որ էլի չի հասկանում ինքը ինչ ասում, ինքը ինչ անում։ Եվ ոչ մի խելացի մարդ չկա կողքը, որ ասի եղբայր տենց չի, ես ինչ ես անում։ Ես փորձել եմ 18 ամիս դա անել, բայց երբ որ հասկացել եմ որ անիմաստ է չի ստացվում, ես հեռացել եմ։ Բայց ուզում եմ ասել հետեւյալը, որ հիմա էլ իմ մոտ այդ ընկալումը կա, որ ոնց որ թե էլի ինքը չհասկանալով մեզ տանում է հերթական արավիրքի։ Եվ ես պնդում եմ, որ այդ պատերազմի շանտաժը, որ իրենք անում են, դա միայն կապված է նրա հետ, որ մեր ժողովրդին տանեն ընտրական տեղամասեր, որպեսզի իրենց վերընտրեն։ Ավելին դրանից հետո պատերազմի շանտաժով իրենք ուզում են երկրորդ անգամ մեր ժողովրդին տանեն ընտրական տեղամասեր Սահմանադրական հանրակրվեի համար, որպեսզի հիմա էլ Ալիևի պատվերով Հայաստանի ժողովրդին մղեն Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթերի փոփոխության։ Հայաստանի հիմնադիր փաստաթղթերի փոփոխությունը կարող է բերել այս Հայաստան պետության չեղարկմանը, այս Հայաստան պետության այլևս հարևան պետությունների կողմից չճանաչմանը։ Չի կարելի մեր հիմնադիր փաստաթղթերը փոխել։ Ինչ վերաբերում է Արցախի վերադարձի հարցին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ քաղաքական միավոր, որը իր քաղաքական ծրագրերում ունի Արցախը ուժով հետ բերելու կամ Արցախի ժողովրդին որևէ ձև ուժով հետ տանելու ծրագիր։ Հետեւաբար մի հատ միֆական բան էլ դա է, որ իբր թե եթե ինքը չի, ուրիշը ով եկավ, կլինի պատերազմ։ Դա ինչ է արվում, դա ժողովրդին շանտաժ են անում, որ խաղաղությունը մեր հետ է կապված։ Ընդհակառակը ձեր հետ կապված է միայն պատերազմը, կորուստները, արհավիրքը, բանը, նվաստացումը, մեր ինքնասիրության, ազգային ինքնասիրության ոտնահարումը։ Ձեր հետ դա է կապված։ Իմ հարցներ նորից հետ գանք, դուք ինչպես կկանգնեցնեք կոնկրետ Արևմտյան Ադրբեջան խոսույթն, նախագիծը, ես խոսույթ էլ չեմ ասում, բանը չի, նախագիծ եմ ասում, Ալիևի նախագիծը, որտեղ իր մի խոսքով, նախագիծը, ինչպես դուք կկանխեք, ընդհանրապես այս ընթացքը, որ ես թվարկեցի, դա ենթադրում է արդյոք, որ եւ ուրեմն գերիների հարցն ենք փակել, լուսային փակելու, այսինքն Ադրբեջանի առաջխաղացման փորձերը Ուրեմն լսեք, ինչպես եք դուք դա չեզոքացնելու կամ կանխելու։ Ես պատահական մարդ չեմ, ես անգիր գիտեմ ինչ եմ ասում։ Ես 1000 անգամ բանակցային process-ի վերաբերյալ առաջարկություն եմ արել եւ բացատրել եմ ինչա պետք անել եւ պետք է ֆիքսել կարմիր գծեր, որոնք անքննարկելի են։ Ցանկացած հարց, որ Ադրբեջանը բարձրացնում է եւ վարչապետը կամ արգոզնախերական չի, Հայաստանի Հանրապետությունը, իդեմս մեր պաշտոնատար անձանց, մտնում է այդ հարցի քննարկման մեջ, արդեն այդ պայից սկսած ինքը հակառակորդ կողմին ասում է, որ ես պատրաստ եմ այդ հարցով զիջումների գնալ։ Չի կարելի քննարկել որևէ հարց, որը դու պատրաստ չես իմպլեմենտացնել։ Հիմա ձեզ օրինակներով եմ ասում։ Եվ որ ինքը բարձրացնում Արևմտյան Ադրբեջանի հարց, այդ հարցի սկզբանե Հայաստանի Հանրապետությունը պետք է համարեր իր ֆունդամենտալ իրավունքներին հարվածող հարց եւ այն միջազգային բոլոր ացիաներում դատա իրավական process-ների միջոցով եւ մեր միջազգային գործընկերների հետ աշխատելով ասել, որ սա անընդունելի է եւ մենք բացարձակապես այդ հարցի քննարկման մեջ չենք մտնելու։ Իսկ ինքը Համբուրգում այդ ասուլիսի ժամանակ եւ դա ինձ առաջ է մտավ այդ հարցի քննարկման մեջ։ Ինքը ինչը գիտեք ինչա նշանակում, որ վաղը մյուս օրը մեր բոլոր գործընկերները, եթե Փաշինյանը մնա իհարկե, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը ինչ որ բայ ասելու են, պարոն վարչապետ, ինչ նախնդիրը որ դեմ եք որ մարդիկ ովքեր ապրել են ձեր մոտ հետ վերադառնան։ Ինչ է ասելու։ Միջազգային որ նորմով է ասելու ես դեմ եմ չեմ թողում գան։ Ոնց է դրա դեմը առնելու։ Հասկանում եք, այս process-ները տանում են այս պետության կողմից։ Այսինքն տանում է փակուղի։ Չէ, ինքը տանում է փակուղի, ինքը փակուղի մեջ է։ Ոչ է կարողանում դուրս գա, ոչ էլ ասենք իր, ոչ է թույլ տալի որ այսօրվա վիճակից ոնց է դուրս գալիս այդ փակուղուց։ Այո, բոլորս հասկանում ենք դա։ Արգարժան։ Ինքը պետք է Եթե ինքը մնում է, նայ, եթե ինքը մնում է, մարդ, որը որ բանակցային process-ում ընդունում է, որ Հայաստանը պետք է գնա սահմանադրական ռեֆորմի, Ալիևի պահանջով։ Այդ մարդը որ մնում է, չի կարող այդ ընդունած բանը չանի։ Ինքը որ հայտարարել որ Ղարաբաղյան շարժումը փակ է, ԵԱԿ Միսկի խումբը լուծարել է։ Այդ մարդու մնալով դուք չեք կարող խուսափել Արևմտյան Ադրբեջանի թեմից։ Ադրբեջանցիները գալու են ձեր տներ։
Որոշեք հիմա ուզում եք գան թե չգան։ Հիմա քանի որ լուծումը այդպես է գտնում, ցավոք 5 րոպե է մնում մեզ կներեք։ Ախր եթե ինքը մնում է, այսինչ որ ես նկարագրում եմ, չէ՞։ Հասկացա, Այս բոլորը հերթով տեղի ունենալու։ Դուք ասել եք, քանի որ ինքը եթե մնում էի, հարցն եմ ուզում, բայց 5 րոպե ունենք, ներող շատ հազար անգամ ներողություն եմ խնդրում։ Դուք ասում եք, ընդդիմադիր դաշտում կա հնարավորություն Փաշինյանին փոխելու։ Միանշանակ։ Որն է այդ ընդդիմադիր դաշտը, իմ հարցերն են, մի քանի հարց այսպես արագ գրեցի։ Ինչպես է այն հաղթելու այդ ընդդիմադիր դաշտը, ինչ գործիքներ ունի կամ այս պահին ունեցած ինչ որ վստահություն եւ այլ։ Նայեք, այս պահին բոլոր ուսումնասիրություններով, բոլոր արված ասֆալտներով, դպրոցաշինությամբ, մանկապարտեզաշինությամբ, մարդկանց աշխատավարձերի խոստումներով, ինչ որ իրանք անում են, ինչ որ կա, ինչ որ դուք գիտեք, ինչ որ տեսնում եք, ինչ որ PR արվում, հա մեկ ինչ ցույց է տալիս։ Այդ բոլորը իրար հետ իշխանությունը ունի շուրջ 40% ձայնի պոտենցիալ, որ կարա հավաքի։ Ինչքան բան կա, խաղաղության թեման շարքումը, պատերազմի շարքումը, շանտաժը, ինչ որ անելու է, բայց 40%-ը իրենն է։ Ոչ թե իրենն է, միացյալ ինքը մի հատ 40% իր դաշտում խաղացող բոլոր ուժերը։ Իսկ մյուս ուժերը եթե մեկը 3%, 2%, 1%, Ուշադիր եք, իր դաշտում խաղացող բոլոր ուժերը։ Հիմա այս թևի վրա 60% ձայն կա, որ իր դեմ է։ Հակառակ թևի վրա 40 ասում եմ։ Միացյալ իմ հարցս դա է, միացյալ է այդ 60%։ Ես ինչ եմ առաջարկում։ Եթե քաղաքական ուժերը ընդդիմադիր գնան խոշորացման ճանապարհով եւ ձևավորվի 2-3 բևեռ ընդդիմադիր, այդ 2-3 բևեռը իրար հետ տանեն 60% ձայները, թույլ չտան, որ ձայները փոշիանան, ինչպես 21 թվականին, մենք հունիսի 7-ին չենք ունենա Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ։ Իսկ քանի որ մենք գիտենք, որ չեն կարողանում միավորվել, անգամ ցանկացած հարցի, որտեղ շատ բազմաբևեռ են, հասկացա։ Մի բևեռը շատ բազմաբևեռ է։ Ես լավատես եմ, դեռ 6 ամիս կա, չեն կարողանում միավորվել, որտեղ դեռ ժամանակը չի մոտենում։ Եվ այդ միավորումները շատ հնարավոր եւ իրատեսական։ Այսինքն ընդդիմադիր դաշտ, որպես այդպեսի դաշտ բառ կա։ Վստահաբար կասեմ 60%։ Եւ այդ ընդդիմադիր դաշտում լա ուժեղ խաղացողներ։ Մեր ժողովրդի մեջ 60% քվեարկող չի ուզում իշխանությունը մնա։ Ես իր իշխանության համար լավատեսական սցենար եմ ասում։ Որտեղ վատատեսական սցենարով ինքը 40%-ը չունի։ Ես ասում եմ լավագույն դեպքում ինքը կարա ձգի այդ 40-ին։ Հասկանում եք, այդ ադմինիստրատիվ ռեսուրսով ինչ ասես անելու։ Բայց այս կողմը եթե խելացի վարվի եւ չթույլ չտա որ 20% ձայնը փոշիանա, ասում եք Փաշինյանը վերընտրվում է եւ երբ որ 20% ձայնը փոշիանում է։ Թե թույլ չտա 20% 15% ձայնը փոշիանա, ինքը վերընտրվելու որևէ շանս չունի։ Ես շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, ակնկալում եմ եւս մոտակա շրջանում ձեզ հրավիրել եւ դուք ընդունեք մեր հրավերը։ Շնորհակալ եմ, պարոն Մարուկյան։ Լավ մնաց։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ պարոն Էդմոն Մարուկյանի հետ էինք զրուցում։ Զրուցում Արմեն Գայանի Առաքելյանը, բարին ձեզ։